Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին մեզ հավաքել է իր Սուրբ խորանում, իր անարատ կաթը մեզ մատուցանելու, իր բազմախորհուրդ խոսքերը մեզ փոխանցելու, որ մեր սրբությունը օրի կատարագործվի, հին մարդն անենք ու հագնենք նորը ու անորպես քայլենք, խոսենք ու գործենք։ Դա է մեր հավաքվելու նպատակը, օր-օրի Քրիստոսի նման հասակի չափն ունենանք։ Օր-օրի նրա նման հագնենք, նրա նման ներենք, նրա նման սիրենք, նրա նման խոսենք, ամեն, սիրենք ու մենք իրեն մեր սիրո թագավորն ուզենք։ Այ ամենալավ Աստծոնմանը սերն է Աստվածանմանը։ Եթե սերն ու խաղաղությունը ունես քո մեջ, էլ ոչ մի բան քեզի պետք չի, դի անմարելի սերն ու խաղաղությունը։ Բայց դա ունենալու համար դի գիրքը լիովին ընդունես, լիովին սնվես, գիշեր ու ցերեկ Տիրոջ երեսը փնտրես։ Թե չէ սերը չի մնա, կմարի եւ սիրո տեղը ատելությունը կթագավորի։ Փառավորվի Հիսուս Քրիստոսը, մեր Տեր ու Փրկիչը։ Այսօրվա մեր սերտողությունն է Եսայի 36-րդ գլխից սկսած։ Սենեքերիմը պաշարում է Երուսաղեմ։ Էսի շատ լավ հետաքրքիր բան է, եւ Սենեքերիմը սատանայի խորհրդապատկերն է, որ օքսերով, փորձություններով, հիվանդություններով գալիս եւ ձեր Երուսաղեմը պաշարում է։ Դու կարաս Եզեկիայի նման հաստատուն մնաս, Եսայի հետ միաբանվես ու ջարդ տաս Սենեքերիմի զորքին։ Եթե կարողանաս այդպես անես, դու երանելի ես։ Իսկ եթե գալիս է փորձության ժամանակը, ուրանում ես ու դռներդ բացում ես Սենեքերիմների դեմը, դու հավատքի մեջ մեռած ես կամ այնքան տկար, որ թշնամու զորքին վնաս տալ չես կարողանում։ Ամեն։ Հիմա սկսենք։ Եսայա 36-րդ գլուխ։ Սենեքերիմը պաշարում է Երուսաղեմը։ 36-րդ գլուխ։ Եվ եղավ, որ Եզեկիա թագավորի 14-րդ տարին վեր եկավ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը Հուդայի բոլոր պարսպավոր քաղաքների վրա եւ առավ նրանց, ու սրանից առաջ ինչքան Եթանոս երկրներ կար, ինչքան Իսրայելին կրոնավոր երկրներ կար, որոնք ծռվել էին Տիրոջ ճանապարհից։ Եփրեմին էլի, որ Իսրայելը Սամարյան մայրաքաղաքներ, գրավելով գալիս էր եւ ասում էր, տեսեք, ես Եհովայի ժողովրդին եմ տրորում եւ հասնում։ Բայց չէր ասում, որ նրանք էլ Եհովայի ժողովուրդ չեն, արդեն ուրացել են Տիրոջը, հորթերի եւ աստարոֆտերի են երկրպագում, դրա համար էլ Տերը չպահես նրանց։ Ամեն։ Ոչ թե Տերը չպահես, Տերը գարշե հեռացել էր եւ ասել էր, ձեր օրը կտեսնեք ինչ է լինելու։ Նա այդ հավատքով Սենեքերիմը հարձակվավ Երուսաղեմի վրա, պաշարեց, բայց վերջում խայտարակ ելավ, որտեվ Երուսաղեմում եղող Եզեկիա թագավորը, Եսայա մարգարեն ժողովրդին պահել էին ճշմարիտ ուղու վրա, եւ մի ճանապարհով եկավ, 7 բնաջինջ եղավ, ամեն, մինչեւ առավոտ էլ մի զինվոր չէր մնացել։ Փառավորվի Քրիստոսը, սա իրականից դա է խորհրդանշում է, որ եթե դու ուղես Տիրոջ առաջ մահամերձ հիվանդություն կլինի, տարատեսական հնարին անլուծվող հարցեր կլինի, Տիրոջ համար անլուծելի հարց չկա, Տիրոջ համար անբուժելի հիվանդություն չկա։ Պրոստը լույսը բերում է ու խավարը ցնդում է իր հոգսերի հետ միասին։ Ամեն։ Մենակ դու լույսի մեջ մնաս, լույսդ կապես ասու է։ Ասենք հիվանդանոցները լրիվ չիպերով է, անգամ անալիս տալը չիպերով է, ինչ է կանելու։ Ձեր հույսը դրեք Աստծու վրան, մոտ է այդ օրը։ Հույսերդ կտրեք մարմնավոր փինաչիներից, ամեն։ Դրանք փինում են, հոգի չեն բուժում։ Հույսերդ դրեք Աստծու վրան, մեռնեք Հիսուսով, ապրեք Հիսուսով։ Եվ եղավ, որ Եզեկիա թագավորի 14-րդ տարին վեր եկավ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը Հուդայի բոլոր պարսպավոր քաղաքների վրա եւ առավ նրանց։ Եվ Ասորեստանի թագավորը Ռաբսակին սա սատանայի խորհրդապատկերն ուներ։ Սատանայի տեղակալ էլի Սենեքերիմի էսի սպարապետն էր, որ հենց բուն սատանայի խորհրդապատկերն է տիա։ Եվ Ասորեստանի թագավորը Ռաբսակին շատ զորքով Լաքիսից Երուսաղեմ ուղարկեց Եզեկիա թագավորի մոտ, եւ նա Եզեկիան, եւ նա կանգնեց Թափիչի ագարակի ճանապարհին, վերի ավազանի ջերմուղի վրա։ Եվ նրանց մոտ դուրս եկան Քերկիայի որդի Եղիակիմը,
Պալատի վերակացուն և Սեբնա ատենա դպիրը և հիշատակած դպիր Ասապի որդի Հովակ և Ռաբսակը ասաց նրանց. ասեցեք Եզեկիային, այսպես է ասում մեծ թագավորը, Ասորեստանի թագավորը, ինչ է այդ հույսը, որի վրա դու ապավինել ես, թե գազազում ադև է, որ դասպեսի մույսը Եհովանա, փառավորվի ինքը։ Իմ հույսը Իսուս Քրիստոսն է, ես քո պաշարում այսօր կա վաղը հոդս ացնդելու։ Ռաբսակը կխնդա կասավոն, տնես թագավորությունները նայի գրավելով գալիս են, բա ինչու մի զինվոր չմեռավ կամ հոդս չցնդավ, դու պետք է անես էդի։ Այո, դու հավատքով ես խոսում և ոչ թե երևույթին նայելով, ու հավատքը չերևցած բաների ապացույցն է, անհնարին հնարին դարձրողն է, հավատքով ես դու նյութականացնում Աստծո կամքը, ամեն, որ մարդու կողմից անհնարին է, բայց Աստծո համար հնարավոր։ Միայն մի տրտնջա, մի երկմտի, հավատքով դավանի, հավատքով քարը դիպարսատի կաղոտքի մեջ ու հարվածի գողիաթի, նա կտապալվի և Իսրայելի Աստվածը կփառավորվի։ Ռաբսակն ասաց նրանց. ասեցեք Եզեկիային, այսպես է ասում մեծ թագավորը, Ասորեստանի թագավորը, ինչ է այդ հույսը, որի վրա դու ապավինել ես։ Ես ասում եմ, թե միայն շրթունքի խոսքեր են դրանք, թե խորուրդ ու զորություն ունիմ պատերազմի համար։ Հիմա ում ապավինեցիր, որ ինձանից ապստամբեցիր, նա ուզում է հավատքի մեջ մնաս, բայց ենթարկվես սատանային։ Դու հավատա մի Աստծու, բայց ենթարկվի մյուս Աստծուն, ամեն, հավատա քո մտքի մեջ, քու բերանով անգամ Եհովային, բայց գործերով Ռաբսակի Աստված սատանային երկրպագի, ամեն, քո մարմնավոր չար կրքերից, չար ցանկություններից մի դադարի, սատանան դրանով ուրախ է, բայց դու որ լիովին ուզում ես նվիրվես Տիրոջը, նա քեզ ապստամբ հայտարարում և պատերազմում է քեզ հետ։ Բայց եթե դու ուղիղ մնաս, ամեն ցավերը կխորտակվեն, ամեն նեղությունից դուրս կգաս և Իսրայելի Աստվածը կփառավորվի, ինչպես կատարվեցավ Եզեկիայի պարագայում։ 5-րդ խոսք։ Ես ասում եմ, թե միայն շրթունքի խոսքեր են դրանք, թե խորուրդ ու զորություն ունիմ պատերազմի համար։ Հիմա ում ապավինեցիր, որ ինձանից ապստամբեցիր։ Ահա դու ապավինել ես, ինչ ասես ենթադրում է, չէ, սատանան է, ինչ պետք է ասես խոսում է, բացի ճշմարիտից։ Ահա դու ապավինել ես այն ջախջախված եղեգի ցուփին, Եգիպտոսին, որ եթե մեկ մարդ նրա վրա կռնե, ձեռքը կմտնե և նրան կծակե։ Այսպես է Եգիպտոսի փարավոն թագավորը բոլոր իրեն ապավինողների համար։ Բայց եթե ինձ ասես, թե մենք մեր Եհովա Աստծուն ենք ապավինել, միթե դա այն չէ, որի բարձրավանդակները և սեղանները Եզեկիան վերցրեց և Հուդային ու Երուսաղեմին ասաց, բայց սուտ ասում, ինքը գիտի Եզեկիան սեղանները քանդե, բայց Եհովային մեկ սեղան էր, իսկ օտար աստվածներին բազում սեղաններ։ Եզեկիան քանդեց բազում սեղաններ և օտար աստվածների սեղանները միայն հիմնեց ու նորոգեց Եհովայի միակ անփոխարինելի սեղանը, ամեն։ Բայց եթե ինձ ասես, թե մենք մեր Եհովա Աստծուն ենք ապավինել, միթե դա այն չէ, որի բարձրավանդակները և սեղանները Եզեկիան վերցրեց և Հուդային ու Երուսաղեմին ասաց, միայն այս սեղանի առաջին երկրպագություն արեք, արդ ուրեմն դաշինք դիրիմ Տիրոջ Ասորեստանի թագավորի հետ, և ես քեզ 2000 ձի տամ, եթե դու կարող ես նրանց վրա հեծնողներ դնել, ապա ինչպես ես կարող դեմ դնել իմ Տիրոջ փոքրիկ ծառաներից մեկ կուսակալին, որ դու կառքերի և ձիերի համար Եգիպտոսին ես ապավինում։ Բայց էսի իր միտքն էր, սխալ միտք էր, Եզեկիան ու Եսային միայն Եհովային էին ապավինել։
Եվ հիմա արդյոք ես առանց Եհովայի եմ եկել այս երկրի վրա նրան ավերելու համար։ Տեսեք անգամ խափելով մարգարեություն է խոսում, որ չի կարում ուղի խափա մարգարեական սուտ խոսքերով է ուզում խափի։ Հիմա ասում է ինձ Եհովան է ուղարկել։ Դու տեղյակ ես, ուրեմն դու իշտ ես ծռվել Եհովայի դեմը, որ Եհովան ինձ ուղարկել, որ քեզ բնաջնջեմ։ Հասկանում եք, եթե դու կառող միտ չունենաք, հեշտ կխաբվեք սատանայից։ Սատանան անգամ Եհովայի կամքը գիտի, Եհովայի խոսքը գիտի։ Կգա Եհովայի խոսքի ծուրմեգնությամբ քեզ կխաբի, կասես ետից գնա սատանա, ինչպես են Բեթել գնացող մարգարեին խաբեց։ Ասո մարգարե, պետք է ասել, բայց ինչու քեզ հայտնող Տերն ինձ չի հայտնե, չեմ գալիս, գնա, Եհովան ինձ ոնց ասել է, թո այդպես ես տենց եմ անելու։ Եթե ուզում ես արի աղոտ կանենք, Եհովան հայտնես կգամ, չես տեսություն քեզ, Եհովայի խոսք իմ փորի կերակուրից էլ թանկ է։ Իսկ նա չլսեց գնաց կերավ եւ առյուծը զարկեց ու մեռավ։ Եվ հիմա արդյոք ես առանց Եհովայի եմ եկել այս երկրի վրա նրան ավերելու համար։ Եհովան ինձ ասաց, լսում եք, Եհովայից էլ խոսում է։ Այսօր Ռաբսակն է սատանից օր, բայց Եհովայից է խոսում։ Եհովայի անունից է խոսում, բայց խաբելու համար, ոչ թե քեզ փրկության տանելու համար։ Եհովան ինձ ասաց, գնա այն երկրի վրա եւ նրան ավրիր։ Եվ Եղիակիմը ու Սեբնան եւ Հովակը ասեցին Ռաբսակին. խնդրում ենք ծառաներիդ հետ ասորերեն խոսիր, որովհետև մենք հասկանում ենք, եւ մեզ հետ եբրայեցերեն մի խոսիր Պարսպեի վրա եղող ժողովրդի ականջին։ Նորեկ են էլի ստանք մանուկ են մի այտենց օրակ երերան կերկմտեն, բայց տեսեք հենց այս Ռաբսակն եկել է հենց մանուկներին երերացնելու, ասուններին չի կարա ինքը քամիներով գցի։ Հիմա տեսեք ինչ է ասում, ասորերեն խոսիր, որովհետև մենք հասկանում ենք եւ մեզ հետ եբրայեցերեն մի խոսիր Պարսպի վրա եղող ժողովրդի ականջի առաջին։ Եվ Ռաբսակն ասաց. միթե քո տիրոջ եւ քեզ մոտ է ուղարկել ինձ իմ Տեր այս խոսքերը խոսելու, չէ որ այս մարդկանց համար, այս նորեգների, այս կատնակերների վրա հույս ունենք, որ նրանց միջոցով կարանք ապստամբություն սարքենք։ Դու Եզեկյան ես սաղ իշխաններով մեկ եք Եզեկիայի հետ, ձեզի գցել չի լինի, ձեզի վախցնել չի լինի, ձեզի խաբել չի լինի։ Հենց այդ կատնակերների, հենց այդ հասարակ զինվորների մարենք եկե եւ մեր հույսը նրանք են իրականից, ամեն, որ նրանց միջոցով ապստամբություն ձևավորենք ու քանդենք Եզեկիայի թագավորությունը։ Եվ Ռաբսակն ասաց. միթե քո տիրոջ եւ քեզ մոտ է ուղարկել իմ Տերը այս խոսքերը խոսելու, չէ որ այս մարդկանց համար, որոնք Պարսպի վրա նստած են, ձեզ հետ, որ իրենց աղբն են ուտելու եւ իրենց մեզը խմելու։ Տեսեք, բայց դա չեղավ, բայց նորեգները իրականից ականջ են տալիս, անգամ իշխանների միջի թուլացածներն էին ականջ տալիս եւ Եզեկիայի Ռաբսակի խոսքերին եւ վախացնում էին Եզեկիային։ Բայց Եզեկիան անհաղթ մնաց եւ գնաց Սուրբ Մարգարեի մոտ, Եսայուց հրամանը ստացավ, ասավ գնա մինետ չի մտնելու Երուսաղեմ, ամեն, բայց մինայի երևույթին այդ 185,000 զորքին, հավատքով երկինք նայի, մենք չենք նայում երևույթին, հավատքով ասուն ենք նայում եւ փորձությունը խափանվում է, ամեն, փառավորվի Քրիստոսը։ 13 խոսք։ Եվ Ռաբսակը կանգնեց եւ մեծ ձայնով աղաղակեց եբրայեցերեն եւ ասաց. տեսնում եք, հրյա մանուկներին հասկանալի լեզվով վախացնում, որպիսի կարա ապստամբեստի, թե չէ իշխանները Եզեկիայի հետ մեկ շունչ, մեկ հոգի մի մտածմունք էին, թեկուս կինոյի մեջ տեսնում ենք որոշ երմտում են, բայց կանգնում են Եզեկիայի կողքին, ամեն։ Եվ Ռաբսակը կանգնեց եւ մեծ ձայնով աղաղակեց եբրայեցերեն եւ ասաց. լսեցեք մեծ թագավորի Ասորեստանի թագավորի խոսքը, բայց մեր թագավորը Հիսուս Քրիստոսն է, մենք նրանից զատ ուրիշ թագավոր չունենք, սրանք անպիտան ծառաներ են, չեն կարա
թատերերի տեր եւ թագավորների թագավոր դառնա։ Լսեցեք մեզ թագավորի Ասորեստանի թագավորի խոսքը։ Թագավորը այսպես է ասում. Եզեկյան ձեզ չխափե, մի խոսքով խափում է, չլսակ այդ խափեփային, ընձի լսեցեք, շատ անգամ սատանան նորեգներին ու տկարամիտներին ասում է դու ինձ լսի, այդ կարենին չլսես, ինքը քեզ խիստ է հանդիմանում, մի լսի դրան, ինձ լսի, որ գլուխը տուտեմ, նրան լսես, կփրկվես, նրան լսես, կապստամբես ինձ դեմ, կմերժես ինձ, բայց ինձ լսի եւ ապստամբի կարենի դեմ, եղբայրների դեմ, ու քո համար լավ կլինի։ Բայց տեսեք ով լսեց Եզեկիային եւ մերժեց Ռաբսակին, նրա համար շատ լավ եղավ, ամեն։ Վերջը նայենք, ու շատ անգամ որ ձեզ հանդիմանում եմ, դու գիտեք ես ձեզ վատն եմ ուզում, ձեր վատը չեմ ուզում, ձեր լավն եմ ուզում, ձեր ապաշխարելը եւ օգու փրկությունն եմ ուզում։ Եվ Ռաբսակը կանգնեց եւ մեծ ձայնով աղաղակեց եբրայեցերեն եւ ասաց. Լսեցեք մեզ թագավորի Ասորեստանի թագավորի խոսքը։ Թագավորը այսպես է ասում. Եզեկյան ձեզ չխափե, որովհետև նա կարող չէ ձեզ ազատել։ Եզեկյան ձեզ Եհովային չհուսացնե ասելով. Եհովան մեզ անպատճառ ազատելու է։ Եվ այս քաղաքը պիտի չտրվի Ասորեստանի թագավորի ձեռքը։ Նա ուզում է երկմտեսնի, նա ուզում է, որ դու ապստամբես քո առաջնորդի դեմ։ Ասես դու սուտ ես ասում, դու մեզի խափում ես, դու մարդը չես։ Եթե Աստված քո սպասավորին կարգեր է հոտի ղեկավար, ուրեմն ենթարկվի դու նրա միջից խոսող բոլոր սուրբ օգու ձայնին եւ սուրբ խոսքերին։ Ամեն։ Եզեկիային մի լսեք, որովհետև Ասորեստանի թագավորը այսպես է ասում։ Եզեկիային մի լսեք, սատանային լսեք։ Սուրբ օգուց խոսող կարեններին մի լսեք, ձեր մտքին, ձեր կրքին, ձեր աճույքներին լսեք, ամեն, որի հետևում թաքնված եմ ես, մարմնավոր կրքեր հաճույքներ բերող սատանան։ Դրա համար մարմինը հոգուն է հակառակ հոգին մարմնին։ Եվ էսի ուղիղը տես չէ, բայց պարագայ է լինում, հոգու մարմնի կռիվը դու ձեր կյանքում զգում եք, որ մատ խիստ հանդիմանում եմ ձեզ, մեկ էլ եսիկի միջոցով սատանան խոսում է, թող քեզի պետք է մնացել ես, թող գնացից է, սա որ հանդիմանում է, սա որ խրատում է, ինչա կերել է կյանքդ, այս խոսում է, հենց Ռաբսակի նման սատանան է խոսում քո հետ, որ դու հակառակվես եւ կախարդ ու կռապաշտ դառնաս քո սպասավորին, կինը հակառակվի իր այդին կախարդ եւ կռապաշտ դառնա, ծեծվի եւ փրկությունը կորցնի։ Եվ Եզեկիան ձեզ Եհովային չուսացնե ասելով. Եհովան ձեզ մեզ անպատճառ ազատելու է, եւ այս քաղաքը պիտի չտրվի Ասորեստանի թագավորի ձեռքը։ Եզեկիային մի լսեք, որովհետև Ասորեստանի թագավորը այսպես է ասում. Ինձ հետ հաշտություն արեք, դաշինք դրեք, իմ հետ արեք համագործակցեք էլի, փողզիջումների գացեք, Բաղդադ եք ասո խոսքը, ծրվեք, արեք իրար հետ լեզու կգտնենք, դու մի երկու խոսքից ծրվեք, մնացածի հարցերը ես կլուծեմ։ Կարևորը մեկ երկու խոսքից ծրվելն է, ամեն։ Եզեկիային մի լսեք, որովհետև Ասորեստանի թագավորը այսպես է ասում. Ինձ հետ հաշտություն արեք եւ դուրս եկեք ինձ մոտ, եւ ամեն մարդ իր որդիցը, տեսեք, մարմնահաճո, կրքահաճո, մարմնին դուր գալող ու յուտնի բաներ առաջարկում, տեսեք, մարմին անդ է։ Սենեքերի մեջ սատանան էր բնակվում, Ռաբսակի մեջ, եւ նրանք մարմնին հաճո էին, ամեն իրանք ուրիշ բան չէին էլ կարող խոսել, բայց Եզեկիան սուրբ հոգու հաճոն էր խոսում, կտարապենք, կչարչարվենք, թո մարմինը սատկի, բայց քաղաքը չազնենք թշնամուն, ամեն, որ գժվեր ես ասում ոնց, վերջը կռիվը անգամ ընկավ իշխանների մեջ, բայց տեսեք նրանք մարմնի հաճո բաներն են առաջարկում մարմնավոր հավատացյալներին, սուրբ հոգուն հաճո, անձը ուրանալ, ծեծվել, ծաղկվել, բայց մնալ ուղիղ։ Եթե եսասերին էսի դուր չի գա, իսկ հոգևորին սա դուր կգա, ամեն։ Հիմի այստից է երևում ով ինչա, մարմին թե հոգի, եսասեր թե աստվածասեր, ամեն։ Ինձ հետ հաշտություն արեք, հարեք, միաբանվեք, մեկ քիչ աշխարհիկ դառեք, մեկ քիչ թշիկները պլպլցրեք, փիտրեք, դզեք,
դորը դոշը բացեք, մինի հակեք էլ չեմ հալացի։ Այսպես, ամեն վայելքները ձեզ։ Բա ոնց։ Ինձ հետ հաշտություն արեք, այսի այդ հաշտությունը, սատանայի հետ ինչ հաշտություն պետք է մեղքի հետ հաշտվես մի խոսքով։ Բայց Եսուն ասավ ոչ մի կանանացի պետք է չթողեք կենթանի, բոլորին պետք է բնաջնջեք, ամեն, չկա մեղքի հետ հաշտություն, չկա աշխարհի հետ հաշտություն, Օսվալդ Սմիթն ինչ է ասում։ Մի բան պետք է քո վրա չլա, որով դու երևա թե աշխարհին նման ես, թե հակուկապի մեջ, թե խոսելու մեջ, թե դատելու բամբասելու մեջ, թե մտածելու, թե ցանկություններիդ մեջ։ Ոչ մի բանով դու պիտի նման չլինես աշխարհին, ամեն։ Ինձ հետ հաշտություն արեք եւ դուրս եկեք ինձ մոտ, եւ ամեն մարդ իր որդից եւ ամեն մարդ իր թզենուցը ուտե, եւ ամեն մարդ իր ջրորի ջրիցը խմե, ու յուտ շատ լավ կլինի։ Մինչև որ ես գամ եւ ձեզ տանեմ ձեր երկրի պես մի երկիր, տեսեք լրիվ մարմին, լրիվ հաճույք, լրիվ որովայ, մի երկիր, ցորենի ու գինի երկիր, հացի ու այգիների երկիր։ Միգուցե Եսեկյան ձեզ խաբե ասելով, թե Եհովան մեզ ազատելու է։ Միթե փրկեցին այն ազգերի աստվածները, ամեն մեկի երկիրը Ասորեստանի թագավորի ձեռքից է։ Ոնց կփրկեին, որ նրան կուրքեր էին պաշտում։ Չէին էլ կարող, եթե նրանցից մեկը կանգներ ասեր, մենք կփրկվենք, Ասորեստանի թագավորը մեզ չի բնաջնջի։ Ես կարամ ասեմ, որ իրանք ստախոսներ էին։ Եթե դու թողել ես քո տիրոջը, քո ասուն գնացել ես հորթերի եւ կուրքերի ես երկրպագում, հենց ամենակարող Աստվածն է քեզի մատնե սպանդի, ամեն։ Բայց նաև չեմ հավատա, որ ուղիղ մնացած Եսային ու Եզիկիային կարա գա ու այդ թշնամին աղթի։ Սրան էլ չեմ հավատում, նրանց օրհնվելուն եւ պաշտպանվելուն էլ չեմ հավատում։ Դրա համար եմ ասում, օրորի աղանդավորները կզարկվեն ու կմեռնեն, բայց այս օտորորի կսրբանա, կարողջանա եւ կարժանանա հափշտակությանը, որտեղ մենք Եհովային ենք պաշտում եւ իրենք թողեցին Եհովային ու գնացին փողի փառքի կրքերի ետևից։ Դրա համար նրանց հովիվները զարկվել են ամբուժելի ցավերով, հոտում թագավորում է Ռաբսակի տեր ու տիրակալ սատանան եւ պարգևում են նրանց աշխարհիկություն, ցավ, փորձանք եւ վաղաժամ մահ։ Ուր են Եմաթի եւ Արփադի աստվածները, ուր են Սեփուրիմի աստվածները, որ ազատեին Սամարյան, տեսեք Սամարյան, Եհովայի երկիրն էր ժամանակին, ամեն, բայց ծրվավ, բայց պղծվան, հեթանոստերով վերաբնակեցվան եւ հեթանոսական կուրքեր պաշտեցին, ամեն։ Ուրա Սամարյան էլ չէ, երկիր էր, Իսրայելի երկրներից էր, բայց անունով էր մնացել։ Հիմա տեսեք, դրա համար այսպես է ուզում խապատել, նրանք էլ հավատացյալ էին։ Դե նրանք էլ զարկվան, դու հույս չփափագես, որ հոգով մարմնով առողջ ես լինելու։ Անհնար է հիվանդագին աշխարհի մեջ հոգով մարմնով առողջ լինել, անհնար է մեղքով ծանրաբեռված աշխարհի մեջ սուրբ լինել։ Այո, մարդկայինով ինչ որ անհնար է, Աստծո համար հնարավոր է։ Եկուր եւ տես, եղբայր, որ հնարավոր է երկրի վրա սուրբ եւ առողջ կյանքով ապրել, հոգով եւ մարմնով առողջ։ Ուր են Եմաթի եւ Արփադի աստվածները, ուր են Սեփուրիմի աստվածները, որ ազատ էին Սամարյանին ձեռքից։ Որն է այս երկրների բոլոր աստվածներիցը, որ ազատած լինեն իրենց երկիր իմ ձեռքիցը, որ Եհովան էլ Երուսաղեմը ազատել իմ ձեռքից։ Նրանք կուրքեր էին, բայց Եհովան է միակ ազատարար Աստվածը, եւ նա հնարին դարձող Աստվածն է։ Նա ծովը պատրող Աստվածն է, լորամարգի բերող Աստվածն է, ժայռից ջուր բխեցնող Աստվածն է, ոսկորներին մարմին հոգի ու շունչ տվող Աստվածն է, ամեն, նա է ամեն բանի մեջ։ 21 խոսք։ Եվ նրանք լռեցին եւ պատասխան չտվին, որովհետեւ թագավորը հրաման էր արել ասելով. նրան չպատասխանեք այդ չարագործին, լուր եւ աղոթք։ Աղոթեցեք ու կտեսնեք ոնց է Երիքովի պարիսպները քանդվելու։
Աղոթեցեք ու Եհովայի զորությունը կտեսնեք։ Փակեք բոլոր մտքի դռները ու մտեք աղոթքի։ Ցավերը կանետանան, մեռելը կհարնի, մահամերձը կվերակենդանանա։ Եթե քո հավատքը կոտրես, դու չկարողացար մտնես ու փարվես Հիսուսի քղանցներին դեմ։ Չես բժշկվի, ամեն։ Դու նախ ուղի ճանապարհը, դու խտարավոր գիշեր ու ցերեկ գրքի աղոթքի կյանքին ես նվիրվելու։ Եվ ինչ որ գրված է գրքում այո եւ ամենա զորությունը կիշնի ու քեզ կբժշկի, ամեն։ Քո նեղությունից քեզ կազատի ու տենց քանի հիվանդների է բժշկե ու նեղությունից ազատ։ Եվ նրանք լրեցին եւ պատասխան չտվին, որովհետեւ թագավորը հրաման էր արել ասելով, հրաման էր տվել ասելով նրան այդ Ռաբսակին չպատասխանեք իր հետ չնույնանաք։ Եվ Քեղկիայի որդի Եղիակիմը, Պալատի վերակացուն եւ Սեբնա Ատենա դպիրը եւ Ասափի որդի Հովակը հիշատակած դպիրը գնացին իրենց հանդերձները պատրելով Եզեկիայի մոտ եւ նրան պատմեցին Ռաբսակի խոսքերը։ Ալելույա։ Այսքանով ավարտեցինք Եսայա 36-րդ գլխի սերտողությունը։ Ամեն։ 37-րդ գլուխ։ Եզեկիայի աղոթելովը միաբան էլի աղոթքով է Եզեկիայի եւ Եսայի ու շատ սուրբ մարդկանց միաբան աղոթելովը։ Եզեկիայի աղոթելովը Սենեքերեմի զորքը մեկ գիշերում ջարդվում է 37-րդ գլուխ։ Եվ եղավ, երբ որ Եզեկիա թագավորը լսեց, պատրեց իր անդերձները եւ քուր ձակավ եւ գնաց Տիրոջ տունը։ Տեսեք ինչ աղոթում Եզեկիան, միշտ Տիրոջ անունը, միշտ Տիրոջ փառքը, միշտ Տիրոջ նախանձախնդրությունն է էլի առաջ բերում։ Իրանք արդարանալու ոչինչ չունեին։ Երկրորդ խոսք։ Եվ Պալատի վերակացուն Եղիակիմն եւ Ատենա դպիր Սեբնային եւ քահանաների ծերերին քուրձեր հագած ուղարկեց Ամովսի որդի Եսայա մարգարեի մոտ։ Տեսեք իր իմաստությանը չվստահեց։ Մի հատ էլ ասավ Աստծո ծառային դիմենք, տենանք նա ինչ ասում, որ իմանանք մեր պայքարի ռազմավարական ոճը, ձևը։ Եվ նրանք ասեցին նրան, այսպես է ասում Եզեկիան. նեղության եւ կշտամբանքի ու նախատինքի օր է, որովհետև երեխաները հասել են ծննդական կետին, բայց ուժ չկա ծնելու, էսի ոչ թե մարմնավոր ծննդաբերություններ, ապա հոգևոր վիճակներ ցույց տալիս են ծննդկանի ծանր վիճակումը, որ կարող է երեխեն խեղդի։ Մի հատ էլ հարցրա Եսայի Աստվածն ինչ ասում, պայքարենք, թե ուրիշ միջոցների դիմենք։ Թերևս լսեք քո Աստվածը, Ռաբսակի խոսքերը, որին իր տերը Ասորեստանի թագավորը ուղարկեց կենթանի Աստծուն նախատելու տերը ներկա Աստծուն նախանձախնդրությունն է գրգռում։ Թերևս լսեք քո Տեր Աստվածը Ռաբսակի խոսքերը։ Լսելը արդեն դի բոլորը գիտեն, որին իր տերը Ասորեստանի թագավորը ուղարկեց կենթանի Աստծուն նախատելու եւ այնպիսի խոսքերով կշտամբելու, որոնք լսել է քո Տեր Աստվածը։ Ուրեմն աղոթքարը գտնվող մնացորդի համար եւ Եզեկիա թագավորի ծառաները եկան Եսայի մոտ։ Եվ Եսայան ասաց նրանց, արդեն պատասխանը առել է, սպասում է։ Այսպես ասեցեք ձեր Տիրոջը, Տերը այսպես է ասում, մի վախենար այն խոսքերից, որ լսեցիր, որով հայոյեցին ինձ, էսի Աստված է խոսում, էլի ինձ ասում, որով հայոյեցին ինձ Ասորեստանի թագավորի ծառաները։ Ուրեմն դու պետք է ինքան նվիրվես Տիրոջը, որ քո պայքարը Աստծո պայքարը լինի, քո պատերազմը Աստծո պատերազմը լինի, որ քո դեմ դուրս եկող Աստծուն դեմ դուրս գա ու ցիրուցան լինի, ամեն։ Մի վախենար այն խոսքերից, որ լսեցիր, որով հայոյեցին ինձ Ասորեստանի թագավորի ծառաները։ Ահա ես նրա վրա մի ոգի կուղարկեմ, եւ նա մի լուր կլսե եւ ետ կդառնա իր երկիրը, եւ ես սրով կկործանեմ նրան իր երկրում, հալելույա։ Եվ Ռաբսակը ետ դարավ եւ գտավ Ասորեստանի թագավորին
Լեբնայի հետ պատերազմելիս, որովհետև լսել էր, թե չվել է Լաքիսից։ Եվ նա լսել էր Եթովպիացիների թագավոր Թարակայի մասին ասելով. ահա գալիս է քեզ հետ պատերազմելու։ Եվ դեսպաններ ուղարկեց Եզեկիայի մոտ ասելով, արդեն խայտառակ ալինում, պատկերացնեք պարտությունը սկսվել է Ռաբսակի եւ Ասորեստանի թագավորի։ Դեսպաններ ուղարկեց Եզեկիայի մոտ ասելով. այսպես ասեցեք Եզեկիային, Հուդայի թագավորին, ասելով թե թող քո Աստվածը քեզ չխաբե։ Հասկանում ես, արդեն Եզեկիայի մեջ դավատն ավելի է զորանում, նորից դեսպանը ուղարկում, որ ջարդի, բայց Եսային ընդ ասել է, չես պարտվելու, հաղթելու ես ու նորից գալիս է, որ երկմտեցնի։ Բայց արդեն Եզեկիան հոգու աչքերով տեսնում է հաղթության ծիլը։ Էսի արդեն եկել էր վախացնելու, բայց սա օգուտ տվեց, որ պարտված է նորից դեսպանը ուղարկել, որ երկմտի բանը Եզեկիա։ Այսպես ասեցեք Եզեկիային, Հուդայի թագավորին ասելով, թե թող քո Աստված քեզ չխաբե, որին դու ապավինել ես ասելով, Երուսաղեմը պիտի չտրվի Ասորեստանի թագավորի ձեռքը։ Ահա դու լսեցիր, թե ինչ են արել Ասորեստանի թագավորները բոլոր երկրներին նրանց բնաջինջանելով, այո, որտեղ նրանք Աստված չունեին, տենց էլ պետք էր, բայց պիտի տարբերանշան լինի Եզեկիայի եւ պղծված Աքաբի տան մեջ, Եզեկիայի Երուսաղեմի եւ Սամարիայի մեջ, Երուսաղեմի եւ մնացած Մովաբի ու մնացած քանանացիների երկրների մեջ, նրանք պետք է ջարդվեն, բայց Երուսաղեմը անսասան ու անխափան մնա, Եհովա Աստծո ճշմարիտ հավատքի զորության շնորհիվ, ամեն, որին ապավինել է Եսային ու Եզեկիան։ Աստված իրեն ապավինողներին ամոթով չի անելու, մահամերձ լինի կբժշկվի, ամեն տկարությունները կասի, եթե նա գնա դեղի ու դարմանի, գրքի, աղոթքի, պաշտամունքի ու վկայության։ Ամեն, ամենաանբուժելի հիվանդությունը կբժշկվի եւ ամենավատ ցավը կհեռան։ Եվ նորից կարդամ, որ միտքը կիսա, ահա դու լսեցիր, թե ինչ են արել Ասորեստանի թագավորները բոլոր երկիրներին, նրանց բնաջինջանելով, եւ դու կազատվես, Եզեկիա էլի Երուսաղեմը կազատվի։ Միթե ազգերի աստվածները ազատեցին նրանց, որոնց փչացրին իմ հայրերը, Գովզանը, Խարանը, Ռեսեփը եւ Թելասարում եղող Եդեմի որդկանցը։ Ուր է Եմաթի թագավորը, Արփադի թագավորը, Սեփորիմի քաղաքի Անայի եւ Ավայի թագավորները։ Եվ Եզեկիան առավ նամականիքը դեսպանների ձեռքից եւ կարդաց նրան եւ վեր գնաց Տիրոջ տունը եւ Եզեկիան տարածեց նրան Տիրոջ առաջին։ Տեսեք, Եզեկիան մենակ Եհովային ապավինում, թե Եհովա քեզ են անարգում, մենք մեր համար չէ, քո համար պաշտպանի, քո անունի փառքի մարդ չասեմ, բա ուրա քո Աստված։ Եվ Եզեկիան աղաչեց Տիրոջը ասելով. ով զորաց Տեր, Իսրայելի Աստված, որ նստած ես քերովբեների վրա, դու ես միայն Աստվածը երկրի բոլոր թագավորությունների համար, դու ես ստեղծել երկինքը ու երկիրը, խոնարեցրու, Տեր, քո ականջը եւ լսիր, բաց, ով Տեր, քո աչքերը եւ տես, եւ լսիր սերեքերիմի բոլոր խոսքերը, որ ուղարկեց կենթանի Աստծուն նախատելու, ալելույա։ Տեսեք, իս ձևի աղոթք անում Եզեկիան։ Արդարևով Տեր, Ասորեստանի թագավորները ավերել են բոլոր ազգերը եւ նրանց երկրները, եւ նրանք այրել են նրանց աստվածները կրակով ու շադիր, որովհետև նրանք աստվածներ չէին, կուրքեր, ոչնչություն էին, այտենց էլ պետք է լար։ Ես դրա մեջ կասկած չունեմ, հələ տեղն են օրե։ Դու ես հրամայե ու տեղն են օրե։ Բայց մերը տես պետք է չլինի, դու տեսնում ես իս ձևն ծառայե քեզ, Եհովա, այսենց ուղիղ հարաբերություն պիտի ունենաս Եհովայի հետ, որ քո խշմտանքը որևիցե մի բանում քեզ չծակի, բերանիցը թելածը Տերը կկատարի, ամեն։ Եվ նրանք այրել են նրանց աստվածները կրակով, որովհետև նրանք աստվածներ չէին, այլ մարդի ձեռքի գործ, փայտ ու քար, շատ էլ նրանք պաշտում էին։
Ուրեմն նրանց փչացրին էլ, բայց արդ ով Տեր մեր Աստված, մեզ ազատիր, դու կուրջ չես, դու ամենազոր ես, դու տերերի Տերն ու թագավորների թագավորն ես, դու չես կարա համեմատվի այդ կուրդքերի հետ, չկա քեզի հավասար մեկը, ամեն, սա էր նշանակում, բայց արդ ով Տեր, մեր Աստված, մեզ ազատիր նրա ձեռքից, որ երկրի ամեն թագավորություններն իմանան, որ միայն դու կաս, Եհովա, քեզանից ջոկել ուրիշը չկա, ամեն։ Եվ Ամովսի որդի Եսայան մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ ասելով. այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը, որ աղաչեցիր ինձ Ասորեստանի թագավորի մասին, սա է այն խոսքը, որ Տերը ասում է նրա մասին, ուշադիր լսի Եզեկիա, քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիոնի կույս աղջիկեսի, Ասորեստանի թագավորին Եզեկիան եւ ամբողջ Երուսաղեմը, Սիոնի կույս աղջիկ էդի Երուսաղեմն է իր բնակիչներով անդերձ, քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիոնի կույս աղջիկը, քո ետևից գլուխ շարժեց Երուսաղեմի աղջիկը, ում նախատեցիր եւ հայոյեցիր, եւ ում վրա ձայն բարձրացուցիր, եկիր ես նախատում ես, եւ աչքերը դվեր հանեցիր Իսրայելի Սուրբի վրա, քո ծառաների ձեռքով նախատեցիր Տիրոջը եւ ասեցիր, իմ կառքերի շատությունով վեր ելա, տեսեք իրա կառքերին ու զինվորներին ապավին է, կառքերն ու զինվորները մի գիշերվա մեջ բնաջինջ են լինում, այ դու ինչի ապավինում ես, ումով պարծենում ես բացի Աստծուց, մի գիշերվա մեջ կարա զարկվի եւ բնաջինջ լինի, մի պաշտեք մարդկանց, միշտ շնորհակալ ելեք Եհովայից, որ մարդ գործիքների միջոցով ձեզ օրհնում է, պատկերացրեք Եղիան ինչքան հիմար կլիներ, որ ագրավին երկրպագեր, վայասեր ագրավ ջան արի կագնի կողքից, ես քեզ երկրպագեմ, որովհետև դու ինձ միս տվեցիր, նա երկրպագում էր ագրավների արարիչ Աստծուն, ագրավի նրաման կտար, մարդու նրաման կտար, ծտի նրաման կտար, փառավորվի նրաման տվող Եհովան, ամեն, ում կօգտագործի Աստված, որ մարդուն, որ կենթանուն, որ անասունին, որ հրեշտակին, փառավորվի բոլորի տիրակալ Հիսուս Քրիստոսը, սա է կենթանի ավաճ, այո նա ամենքի միջոցով էլ կարա տնկա քարի նրաման տա փող դնի քարի վրեն, վերջ քարին գնանք երկրպագենք, ժայռը ջուր տվեց, ժայռին երկրպագենք, քավլիցի, ժայռից ջուր բխեցրող Եհովային պետք է երկրպագենք, քո ծառաների ձեռքով նախատեցիր Տիրոջը եւ ասեցիր, իմ կառքերի շատությունով վեր ելա սարերի բարձրության վրա Լիբանանի կողմերը, եւ կտրում եմ նրա բարձր եղևինները, եւ նրա անտիր մայրերը եւ մտնում եմ նրա ծայրի վերևը, նրա Կարմեղոսի անտառը, ես փորեցի, ես իմ կառքերը, ես, թաղեմ քեզ ասավ, ամեն, հիմա թե փառքի տակը ոնց եմ հրդեհ վարելու գնաց գուբի խորխորատները տառապես բոցերի մեջ, ես փորեցի, եսի տեսեք, սովորեք, եսի Ասորեստանի թագավորի լեզուն է, բայց ցավոք սրտի շատ տեղեր ես լավն եմ, ձյոնարգում են, ինչ են գնահատում, չէ, ես նա խոսում, տո մեռը կլտենամ էլ գնահատվել կուզեք, ես փորեցի եւ ջուր խմեցի եւ իմ ոտների թաթերով կչորացնեմ Եգիպտոսի բոլոր գետերը, տեսնում եք ինչքան հպարտ է, հիշեք Նաբուգոդոնոսորը ինչ ասավ նույն ոգին էր, ես շինեցի այս Բաբելոնը, սավով Նաբուգոդոնոսոր խելքդ գնաց քեզանից, անասունի նման գդառնաս, ու կհասկանաս, որ բարձյալն է թագավորությունները շինում, թագավորներ դնում ու հանում, ամեն, ես փորեցի եւ ջուր խմեցի եւ իմ ոտների թաթերով կչորացնեմ Եգիպտոսի բոլոր գետերը, միթե չես լսել, եսի արդեն Աստված ասում Սենեքերիմին, միթե չես լսել, որ ես Աստվածս եմ վաղուց արել այդ, պետք էր, որ գնայիր պատժեիր Իսրայելին, թույլ էի տվել, հիմա պետք է քեզ պատժելու բնաջնջել կտամ, քեզ լկստված խոսքերի, եսասեր պահվածքի համար, միթե չես լսել, որ ես Աստվածս, ես եմ վաղուց
արել այդ եւ հին օրերից դրան ձևակերպել հիմա բերի այդ որ ավերակների հողակույտների դասնես պարսպավոր քաղաքներ բոլոր իմ ծրագիրն այլ իմ ծրագիրն ես ի կատարած այ ոչնչություն եթե ես չուզենայի դու մի գիշերվա մեջ կմեռնեիր հիմա լեսա զորքդ կմեռնի որ ավերակների հողակույտների դասնես պարսպավոր քաղաքները եւ նրանց բնակիչները ձեռքը կարճացած զարուրեցին եւ ամաչեցին եւ եղան դաշտի խոտ եւ կանաչ բանջար եւ կտուրի խոտ եւ մի արդ հասկը քշելուց առաջ ոչնչացան էլի բայց ես գիտեմ քո բնակությունը քո ելքը եւ քո մուտքը սի Աստված ասում է սենեքերիմին քո ելքը եւ քո մուտքը եւ քո բարկությունը ինձ դեմ է Եհովայի դեմ է եւ քո բարկությունը ինձ դեմ քո ինձ դեմ ունեցած բարկության համար եւ որովհետեւ քո ամբարտավանությունը ասել է իմ ակաժներին ես էլ դնում եմ իմ կարթը քո քթին եւ իմ սանձը քո բերանին եւ քեզ ետ եմ դարձնում քո եկած ճանապարհովը հալելույա եւ ահա սա քեզ նշան եւ ահա սա քեզ նշան լինի Եզեկիել լսի ինչ ասում եմ կատարվելու է Կերեք այս տարի թափվածից բուսվածը շրջափակման մեջ չէին ամենա վարուցանք էլ չէին արել Կերեք այս տարի թափվածից բուսածը եւ երկրորդ տարին ինքն իրենից բուսածը Իս երրորդ տարին սերմեցեք եւ ըմձեցեք էս ալինելու չվախենաս եւ այգիներ տնկեք եւ նրանց պտուղը կերեք Եվ ուդայի տան ազատված մնացորդը կրկին արմատ կարծակեի դեպի ցած եւ պտուղ կտա վերևումը ուդան ապաշխարելու է եւ պտուղը տալու ես էր ասում որովհետեւ Երուսաղեմից դուրս կգա մնացորդ այս մնացորդն է որ հազարամյակ պետք է մտնի որովհետեւ Երուսաղեմից դուրս կգա մնացորդ եւ փրկվածները Սիոն սարիցը գնաց հազարամյակի մասին է խոսում սա Զորաստիրոջ նախանձն է անելու Սրա համար այսպես է ասում Տեր Ասորեստանի թագավորի մասին Նա այս քաղաքը չի մտնիլ վերջ Էսի Եզեկիայի հավատքը հաստատում է Նա այս քաղաքը չի մտնիլ եւ մին է չի գցիլ այստեղ Եվ նրա առաջը չի գալ վահանով եւ նրա դեմ պատնեշ պիտի չկագնեցնե Իր եկած ճանապարհով ետ պիտի դառնա պիտի փախչի Ասորեստան եւ ընդե մեռնի Իր եկած ճանապարհով ետ պիտի դառնա եւ այս քաղաքը չի մտնիլ ասում է Տերը եւ ես պիտի պաշտպանեմ այդ քաղաքը որ ազատեմ դրան ինձի համար եւ իմ ծառա Դավիթի համար հալելույա Եվ Տիրոջ հրեշտակը ու շատ դիր աղոթքի զորություն, էդի կլինի ամբուժերի հիվանդություն, էդի կլինի շրջափակում, էդի կլինի ֆինանսական հոգս, էդի կլինի ամենաանհնարին ծովը պատռելը, ինչը որ անհնար է քո մարայի ոչնչություն։ Դիմի ասում գիրքն աղոթքը շատացրա ու ամենակարող զորությունը կտեսնես։ Աղոթք արա, աղոթքով փարվի ասուն, աղոթքով ապավինա 21 օր դավանիլ տեսնեմ, չես բժշկի եւ ազատագրվի։ Եւ հոգսիդ պատասխանը չես ստանա։ Եւ Տիրոջ հրեշտակը դուրս եկավ եւ զարկեց Ասորեստանի բանակում 185,000 185,000 զորք հասկանում եք ինչքան զորք է դա 185,000 Եվ երբ որ առավոտ վեր կացան եւ ահա բոլորը մեռած դիակներ էին եւ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը չվեց գնաց դարձյալ եւ նստեց Նինվեում եւ երբ որ նա երկրպագում էր իր Աստծուն իր կուրքին փոքրատարով Աստված գրած իր Աստծուն կուրքին Նեսրոքիտանը նրա որդիքը Ադրամելիքը եւ Սարսարը սպանեցին նրան սրով Եվ իրենք փախան Արարատի երկիրը, հալելույա, եւ նրա որդի Ասորդանը թագավոր եղավ նրա տեղը, հալելույա։ Հիմա տեսնում եք Եհովան ոնց ազատում իրեն ապավինողներին, սուրբ կյանք ապրողներին եւ ապավինողներին, ցավերը կբժշկի եւ ամեն նեղությունից կհանի, եթե հույսը միայն դրել է Տեր Եհովայի վրա, ամեն։
Փառք մեր ամենակարող Հիսուս Քրիստոսին։ Այսքանով ավարտեցինք Եսայա 37-րդ գլխի սերտողությունը եւ մեր այսօրվա սերտողությունը։ Մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ։ Ամեն։